Քույրեր եւ եղբայրներ, դուստրեր, զավակներ, դուք գիտեք, չէ՞ որ ես ոչ մի բարդույթ չունեմ։ Ընդհակառակը որոշ դեպքերում ինձ ասում են ախր շատ ակնհայտ է ասում ճշմարտությունը։ Ինչ եք կարծում։ Եթե որևէ տեղ մանավանդ ազգային լրատվամիջոցների հոբելան է նշվում, արդեն ազատ մամուլի, առաջին հերթին պիտի հրավիրվի։ Բնական է, չէ՞, առաջին հերթին պիտի հրավիրվի ակադեմիական հրատարակություններում հայ ազատ մամուլի հիմնադիր համարվող մարդը։ 1987 թվականին անկախություն թերթի հրապարակումով սովետի պայմաններում ես գիտական աշխարհի կողմից ակադեմիական հրատարակություններում բոլոր դասագրքերում բուհական ժուրնալիստիկայի վերաբերյալ ճանաչված եմ որպես հայ ազատ մամուլի հիմնադիր։ Կրկնում եմ, դրանից առաջ անկախություն թերթն էր, բայց ես կրկնում եմ անկախություն թերթով։ Հիմա ինչ որ ռադիոյի եւ հեռուստատեսության տոն են նշում պետականորեն եւ 2-3 հոգի չեն հավաքված, 100 հոգուց ավելի։ Եվ այս տականքները ոչ թե ինձ թքած ունեմ դրա վրա, այդպեսի տեղեր հազվադեպ եմ գնում։ Բայց չեն հրավիրում ազատ մամուլի պաշտոնապես ճանաչված դասագրքերում նշված այդ Տիգրան Հակոբյան տականք։ Դու գետինը չես մտնում։ Այն թե KGB-ի հանձնարարությունը մնացել է ժառանգաբար KGB-ի հաջորդներին։ Вам ответа не будет։ Ողորմելի տականք։ Դու գետինը չմտար այդտեղ կանգնած տեսնելով որ Հայրիկյանը չկա հարցնել մի հատ, իսկ Հայրիկյանին ինչի չեք կանչել։ Այդքան սրիկա ենք մենք։ Դասագրքերում անգամ նշում ենք հայ ազատ մամուլի հիմնադիր եւ Հայրիկյանը չկա։ Մենք լակոտներով հավաքվել ենք, հիանում ենք մեր գործունեությամբ, փսլնքոտներ։